Երևանում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական միություն գագաթնաժողովը առաջին անգամ։ Շատ վիճարկել էր այս փուլում այդ գագաթնաժողովները Հայաստանում անցկացնելը։ Եթե մայիսի 8-ին 9-ին տոնական միջոցառումները որևէ կերպ կասկածի տակ դրվեն Մոսկվայում, իրենք կոչնչացնեն Կիևում հրամանատարական կետերը։ Շատ վտանգավոր է Հայաստան հրավիրել կամ Հայաստան բերել մի մարդու, որը Պուտինի անձնական թշնամին է։ Ինքը պետք է համապատասխան էթիկա պահեր գոնե, որ Երևանից չփորձեր սպառնալ մի երկրի, որի հետ ինքը պատերազմի մեջ է եւ որի հետ նաեւ մենք կարող լինենք պատերազմի մեջ։ Նաեւ դրանից բխում է մեր ձևավորած արտաքին քաղաքականությունը եւ մեր արձագանքը արտաքին աշխարհին։ Նաեւ ուզում ավելացնել, որ նաեւ եվրոպական լիդերները նաեւ Ամերիկայի դեմ էին խոսում Երևանից։ Քաղաքական համակարգի միջանցներում ինչ-որ սնկներ են պատտվում։ Դեռ պետք է բարձենք այդ մի տոննա սունկը ուր է, եթե բերել է։ Ընկերներ, ողջույն, Պլատֆորմ ոդքասթը շարունակում է իր հրաշալի աշխատանքը։ Հայաստանը ներկայացված է նախընտրական թողոբոյի մեջ։ Մեր հետ է նաև Շուշանը, մնացել է նախորդ ոդքասթից։ Իրականում մենք ամեն ինչ անում ենք, որ process-ները Հայաստանում լրջանան։ Այո։ Խոսում ենք պետության, պետական ինստիտուտների մասին, առաջարկում ենք լուծումներ, բարեփոխումներ, չեղարկումներ, մի խոսքով։ Բայց ոչ մի կերպ չի ստացվում քաղաքական դաշտը լրջացնել, որտեղ մինչ մենք խոսում ենք պետության բովանդակության մասին, քաղաքական համակարգի միջանցներում ինչ-որ սնկներ են պատտվում։ Հալուցենագեն սնկերը։ Այո, այդ բառը ես չեմ կարող ասել։ Հալուցենագեն։ Այո։ Ու ինչու խնդիր է։ Ինչ կասեք, պարոն Մարուկյան։ Մենք սունկ ունենք։ Ժորժ ջան, մենք որոշել ենք, որ այսօր ծրագրային եթերները շարունակենք եւ այդպես էլ անելու ենք քարոզարշավի ընթացքում ծրագրային են լինելու եթերները, բայց դեռ չենք կարող շրջանցել շաբաթվա ընթացքում տեղի ունեցածները եւ մյուս լուրը այն է, որ փորձելու ենք երկու անգամ ոդկաստ նկարել շաբաթվա մեջ եւ անդադար տալ մեր տեսլականը տարբեր հարցերի շուրջ, որ դուք որպես ընտրողներ իմանաք թե ինչպես քվեարկեք։ Շուշան ջան, Կարպիսը օրինակ անդրադառնում է նրան, որ Սամվել Կարապետյանը ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավարը ասել է, որ Նիկոլ Փաշինյանը Չինաստանում հալուցենագեն սունկ է կերել, դուր է եկել ու մի տոննա դրանից բերել է։ Փաշինյանն էլ արձագանքել է ըստ էության։ Ինչ ասել Փաշինյանը, դու ասա։ Né, ասել է, որ դատի է տալու նման հայտարարությունների համար։ Եվ ես կարծում եմ, որ ըստ էության այն ամեն ինչ, որ Կարպիսը նշեց, ես համաձայն եմ, որ թրոլինգը արդեն մեր քաղաքական դաշտը, ընդ որում նաև թրոլինգ անող ուժերի մասնակցությամբ, բայց քաղաքական մշակույթի ձևավորման ու կայացման գործում շատ կարևոր է, որ նմանատիպ խոսույթները օրակարգ չձևավորեն։ Անդադար մենք տեսնում ենք, որ ցանկացած առաջնային հարց երկրորդվում է, նաև այն գաղափարախոսություն ու տեսլական այն մանիֆեստը, ինչպես Կարպիսն է սիրում նշել, որը համազգային բնույթ ունի իմ կարծիքով, դա ճիշտ է մեր տեսլականն է, մեր մանիֆեստն է, բայց պետականության միտված գաղափարախոսություն է եւ դա երկրորդվում է ըստ էության նմանատիպ խոսույթով եւ նմանատիպ մոտեցմամբ ընդհանուր առմամբ քաղաքական դաշտի նկատմամբ։ Համաձայն եմ, մենք նաև հիմա ուզում ենք անդրադառնալ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած 3 գագաթնաժողովներին, ուզում եմ հիշեցնել, որ Երևանում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական միություն գագաթնաժողովը առաջին անգամ, տեղի ունեցավ Եվրոպայի քաղաքական համայնքի հանդիպումը շուրջ 50 երկրների պատվիրակություններով, նաև հյուրերով, օրինակ Կանադայի վարչապետը որպես հյուրեր, եւ նաև տեղի ունեցավ Երևան Dialogue էլի մի միջոցառում, որ ԱԳՆ-ն է կազմակերպում Երևանյան երկխոսություն, այսինքն այս բոլոր հյուրերը նաև այնտեղ էին։ Հավելեմ նաև Մակրոնի պետական այցը Հայաստան։ Այո, եւ նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի պետական այցը Հայաստանի Հանրապետություն։ Այս իմաստով Կարպիսը նոր ասաց, որ ՌԴ ԱԳՆ խոսնակը սպառնալիքներ է տեղացել Ուկրաինայի հասցեին, որ եթե մայիսի 8-ին 9-ին տոնական միջոցառումները որևէ կերպ կասկածի տակ դրվեն Մոսկվայում, իրենք կոչնչացնեն Կիևում հրամանատարական կետերը, այսինքն խոսքը գնում է ղեկավարող օբյեկտների մասին, այսինքն նախագահական ինստիտուտ, չգիտեմ այնտեղ ինչ, բայց վատը ինչն էր ստեղ Կարպիս, որ ինչի է արձագանքը։ Նախորդ թեմային
եթե ամփոփենք այդ քաղաքական համակարգի թեման, մեր քաղաքական ուժերը այդպես էլ են գիտակցումը չունեցան, թե ինչ վտանգավոր ժամանակներում ենք ապրում ու բոլորը ներքաշված են այդ էգոիստական հիվանդ վարչապետական մրցավազքի մեջ ու այդ մրցավազքում արդեն ծոր թքած ունեն պետական ամեն ինչի վրա ու իրար հետ նենց անհարգալից են խոսում օրինակ այդ քպականների խոսալը միշտ ման տարակուսանք առաջացնում մենակ կալուգացույց սամո ինչի համար եք նենց խոսում դժվար է մարդու անուն ազգանուն ասել։ Եվ այլն, չգիտեմ, այս քաղաքական մշակույթը նողկանք է առաջացնում։ Իմ համոզմամբ գալով ձեր ասած թեմային շատ վիճարկել էր այս փուլում այդ գագաթնաժողովները Հայաստանում անցկացնելը, գագաթնաժողով, որը կապ չունի եվրոպական արժեքների հետ, Հայաստանի եվրոինտեգրման հետ, մեծ հաշվով աշխարհաքաղաքական հավաք էր կոնկրետ նպատակներով եւ կոնկրետ ուժերի դեմ, ինչը շատ վտանգավոր է, որովհետեւ մենք բազմիցս ֆիքսել ենք, որ Հայաստանը պատրաստ է երկխոսել տարբեր կամ բոլոր բևեռների հետ, լավ հարաբերություններ ունենալ բոլորի հետ, բայց երբեք չի կարող իրեն թույլ տալ գործիք դառնալ աշխարհաքաղաքական մի բևեռի ձեռքին, ընդդեմ մեկ այլ բևեռի։ Հիմա փաստորեն Հայաստանը աստղային պատերազմների թատերաբեմ է դառնում աստիճանաբար Հայաստանը եկել նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին եւ Հայաստանի տարածքից իսկապես շատ Երևանից շատ պայթունավտանգ ելույթ ունեցավ ուղիղ սպառնաց մայիսի 9-ին զորահանդեսի օրը Մոսկվայի երկնքում դրոնների բզոցով սպառնաց ինչը շատ վտանգավոր բան է ու շատ վտանգավոր է որ այդպիսի տեքստ, այդպիսի հայտարարություն հնչում է Երևանից, այսինքն Երևանը ներքաշվում է այդ հակամարտության մեջ ինչ որ առումով եւ հարվածի թիրախ դառնում իր թեմատիկայի շրջանակներում շատ վտանգավոր է Հայաստան հravirել կամ Հայաստան բերել մի մարդու, որը Պուտինի անձնական թշնամին է։ Նույնը կարող ենք ասել թրիփի մասին։ Մենք անդադար թրիփ բառից խուսափում ենք, միջանցք ենք անվանում, որ մեծ հաշվով է թրիփը մեղմացուցիչ հանգամանք ունի, բայց հիմա մենք Հայաստանի հարավում տրամադրում ենք միջանցք, հələ մի կողմ դնենք, որ միջանցք կա, դրա մասին շատ ենք խոսել։ Կրում է մի մարդու անունը, որը սպանել է կամ տվել է հրաման սպանել Ալի Խամենեին, նրա ընտանիքին եւ Իրանի քաղաքական եւ ռազմական վերնախավին։ Այսինքն նույն էլի համարժեք բաներ է Հայաստանը գալիս Պուտինի թշնամին, այնտեղ ենթակառուցվածք ենք տալիս, իրականում միջանցք, որը կրում է Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սպանողի անունը, այս բոլորը խնդիրներ են, այս խնդիրները չեն գիտակցվում եւ հիմա մենք ներքաշված ենք այդ տոնախմբությունների մեջ, չհասկանալով թե ինչ սև ամպեր են կուտակում ինքներս մեր գլխին։ Ես կարող եմ արձագանքել այս հատվածին, քանի որ ես համաձայն եմ, որ աշխարհաքաղաքական շատ ասպեկտներ հաշվի չեն առնվում, նաև դրանից բխում է մեր ձևավորած արտաքին քաղաքականությունը եւ մեր արձագանքը արտաքին աշխարհին, բայց մյուս կողմից էլ ես ուզում եմ հակադրվեմ նաև Կարպիսին, այն առումով, որ մենք կարող ենք վիճարկել գուցե պատեհությունը ժամանակի առումով կազմակերպվելիքի, բայց բովանդակությունը եւ էությունը ես կարծում եմ, որ կարեւոր էր ու ես անձամբ դրական մոտեցում ունեմ։ Ինչն է կարեւոր։ Եվրոպական միջավայր այստեղ բերելը, որովհետեւ օրինակ շատ երկրներ կան, նաեւ եվրոպական երկրներ, որ գնում ես իմ ճանապարհորդությունների ընթացքում, ես զգացել եմ, որ Հայաստանի մասին պատկերացումները խեղաթյուրված են կամ ընդհանրապես պատկերացում չունեն Հայաստանի մասին։ Երբ որ ասում ես ես Հայաստանից եմ, Armenia տերմինը օգտագործելով մարդիկ ասում են այդ մարդիկ են ուղղակի անգրագետ Ինչքան ես գրագետ մարդ հանդիպել եմ Արմենիան, Ռումինիայի հետ չեն շփոթում։ Ես հանդիպել եմ այնպիսի մարդկանց, ովքեր բավականին գրագիտության մակարդակը կասկածի չեմ դնում, բայց շփոթել են։ Այդ առումով ես համաձայն եմ, որ պատեհությունը գուցեև ճիշտ չէր ընտրված կամ մյուս կողմից էլ ես մտածում եմ, որ սա կոնկրետ քաղաքական քայլ էր նաև ընտրազանգվածի վրա ազդեցություն ունենալու տեսանկյունից, նույն Մակրոնին օրինակ Գյումրի տանելու հանգամանքը, այնտեղ մարդկանց հավաքելու որպես գործիքակազմ օգտագործելու են այս ժողովները, որպեսզի կարողանան ազդեցություն ունենալ ընտրողի եւ ընդհանուր առմամբ ընտրազանգվածի գիտակցության եւ ընտրության վրա։ Ես ուզում եմ ասել, որ բնականաբար այո, կարող են հակադրվել առայն որ բայց մենք ինքնիշխան երկիր ենք եւ որոշել ենք մեր ինֆրաստրուկտուրան տալ միջանցքը տալ ուրիշ երկրների, օրինակ հայն չանենք թե Իրանը դրան դեմ է, փաստարկ մեկ կարող են բերել եւ բերում են այդ փաստարկը։
Եվ մյուս մենք ինքնիշխան երկիր ենք, հրավիրել ենք նաև Զելենսկուն, Ուկրաինայի նախագահին, եւ թե հիմա հրավիրել ենք, հրավիրել ենք։ Ես ուրիշ բան ասեմ։ Այն որ Ես բայց ասեմ որ այդ հակապաստարկես լուրջ չեմ ընդունում։ Ովքեր որ ասեն։ Ես ուզում եմ հակապաստարկը բերեմ ու դրա դեմ մենք խոսում, մենասերիք ասենք։ Նայ, այն որ Զելենսկին եկել էր, ըստ էության առաջին անգամ Հայաստանի Հանրապետություն որպես Ուկրաինայի նախագահ, կարող չգիտեմ որպես երգիծաբան եկել է, չեմ կարող ասել։ Ինքը պետքա համապատասխան էթիկա պահեր գոնե, որ Երևանից չփորձեր սպառնալ մի երկրի, որի հետ ինքը պատերազմի մեջ է եւ որի հետ նաեւ մենք կարող լինել պատերազմի մեջ, նաեւ իր այդ պահվածքի համար։ Այսինքն 0 անհանգստություն որևէ պարտների գործընկերոջ վերաբերյալ 0 հարգանք Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի նկատմամբ, 0 հարգանք ՌԴ-ում ապրող 3 միլիոն հայ մարդու նկատմամբ։ Բարձր ինքը պատերազմի մեջ ինքը կարա ամեն ինչ ասի, բայց որ եկել ես Երևան, հաշվի ես չառնում որ Երևանը, դա Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է, Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որը դեռևս ՀԱՊԿ-ի անդամ է, ԵԱՏՄ-ի անդամ է, ռուսական ռազմաբազա կա այստեղ եւ անգամ Արադ Միրզոյանը հայտարարում է, որ մենք դաշնակիցներ ենք, բան Նիկոլ Փաշինյանին։ Ես մեծ ուրիշ բան ասեմ։ Դրա մասին պետքա Նիկոլ Փաշինյանը մտածեր։ Դրա մասին պետքա Նիկոլ Փաշինյանը պետքա կանխատեսեր, որ Զելենսկին որ գա ստեյց սպառնալու է Մոսկվային, որ նաև Հայաստանի հարաբերություններն էլ փչանա Մոսկվայի հետ, ասա, փչացած է, բայց ավելի փչանա, մատանա, ու թե հայ ժողովուրդից հետո ինչ խնդրեմ կունենա։ Դա Զելենսկու բացարձակ չի հուզում, ինչ կարծիք է։ Ես մի հատ ուրիշ բան եմ ուզում ասեմ, կարծես թե հաշվի առնելով Ալիևի, հա, հոխորտալը օգտագործելով այս միջոցառումները, Զելենսկու այս հարթակը օգտագործելը, նաև Մարիա Զախարովան, հա, որ Երևանից հայտարարություն է արել, ես կարծում եմ, սա խնդրահարույց է այն տեսանկյունից, որ կարծես թե Հայաստանը դարձել է այս իրար մրցող թաթերաբեմում ինչ որ հարթակ, որտեղ ամեն մեկը իր պարտքն է համարում Հայաստանի միջոցով իր հայտարարությունները տարածել ու դա ես կարծում եմ կարող է վատ ազդեցություն ունենալ ինչպես երկկողմ հարաբերություններում Հայաստանի Հանրապետության եւ տարբեր պետությունների, այնպես էլ ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանում մեր արտաքին քաղաքականությունը վարելիս։ Ես նաև ուզում եմ ավելացնել, որ նաև եվրոպական լիդերները նաև Ամերիկայի դեմ էին խոսում Երևանից, առայն որ մենք պետք է ավելի անկախ լինենք Ամերիկայից, Ամերիկան համահանում, բան այս կոնտեքստը մի մոռացեք, որ նաև այտենց ինքը դες պրոամերիկյան հավաք չի։ Բայց ուզում եմ նաև հակադարձել Շուշանին, որ ասում էր, բայց լավ է, որ ստեղ ա եղել միջոցառումը, Եվրոպայում մարդիկ կան, Հայաստանի տեղը չգիտեն, իմացան։ Հետո չի իմանա։ Հիմա արի դնենք կշերքի վրա։ Հիմա որ ընդհանրապես էական չի Հայաստանի տեղով գիտի, լուրջ եմ ասում։ Հասկացա, շատ լավ։ Այնենք կշերքիրը, տեսնենք Հայաստանի տեղի իմանալն է կարևոր, թե Հայաստանը մտցնել արկածախնդիր ինչ որ բանավեճերի մեջ, որտեղից սպառնում են մեկին, մեկն է սպառնում այն մյուսին, եւ բայց մենք այդ արանքում կանգնած ենք։ Բայց դա մեր կազմակերպման տեսանկյունից է սխալ եղել, այսինքն մենք ճիշտ չենք կարողացել կոմունիկացնել այդ մասով, որ այդ գագաթաշողովը այն հարթակը չի, որտեղ օրինակ դու կարող միգուցե Զելենսկուն չհրավիրելով կարող էինք դա կանխարգել էր, բայց ընդհանուր առմամբ գագաթաշողովի իմաստը եւ դրա բովանդակությունը չի փոխում այն հանգամանքը, որ դա որոշակի մեզ հնարավորություն է տվել նաեւ եվրոպական միջավայրում իրացվել։ Ես մտ հակադարձեմ։ Շուշանին տես չեմ ուզում կոշտ արձագանքեմ, բայց զավշը կոշտ եմ արձագանքել։ Մեր երիտասարդները սիրում են տեսարաններ։ Իրանք մտածում են, որ Մակրոնին տեսել են, որ իրանք Եվրոպա են դառնում։ Միշտոյանը վիդել, հիմա Մակրոնը վիդել։ Բայց տես չի, եվրոպական այդքան երկրներ եկել են Հայաստանին դա ինչ տվեց։ Ինչ եվրոպական արժեք տվեց։ Դրանից մեկ օր հետո իմացանք, որ Վեդիում անկապակցություն ա եղել եւ պետությունը արդեն Մակրոնի գալով եվրոպական դարձած պետության քննիչները դեպքը քողարկել են, կոծկել են, հետո սկսել են զոհին մեղադրել, հակամարտկային երեխաներին թիրախավորող հայտարարություն են տարածել։ Դե դարակ Եվրոպա է։ Ինչ եմ ուզում ասել, այդ տեսաներին պետք չի խափնվել։ Ձեր բովանդակությունը դա փդած է։ Այդ աշխարհակաղակական բովանդակություն ունեցող այդ բաներով, այդ տեսարաններով դուք եվրոպական չեք դառնալու, ընդհանրապես դուք գործիք եք։ Կամ Ալիևին։ Ուրեմն Ալիևը տեսակապով կապնվեց։ Եվ Ալիևը չգիտեմ ինչի հանդիսանում է եվրոպական համայնքի, քաղաքական համայնքի անդամ, ոնց որ Փաշինյանը։ Այսինքն մի հատ դիկտատոր, որը իշխանությունը սեռական ճանապարհով է բանանում, փոխանցում եւ փոխանցվում
Այսինքն հորից փոխանցվել է տղային, տղայից փոխանցվում է կնոջը, կինը առաջին փոխնախագահն է, ենթադրվում է, որ նրանցից փոխանցվելու է տղային, այսինքն Ադրբեջանը միակ երկիրն է, որտեղ սեռական ճանապարհով է փոխանցվում իշխանությունը։ Եվ այս մարդը հանդիսանալով այդ եվրոպական համայնքի անդամորի չգիտեմ ինչի՞ն է պատճառը, Շարլ Միշելը կաշառքավեկալ է այն ժամանակ մտցրել ինչ արեց։ Ինքն էլ հայտնվում է եվրոպական միջավայրում։ Հա, բանա տեսակապով միանում է ու Շան Լափը, գալես ձերքն, Շան Լափը լցնում է Եվրոպայի գլխին։ Ասում է 20 թվականից մինչև այսօր 14 բանաձև է Եվրոպական պարլամենտը ընդունել, մենք դուրս ենք գալու Եվրանեստից, մենք դուրս ենք գալու բոլոր այդ հարթակներից ու հաթաթ գնա գալիս եմ ինչքան պետք է։ Ոնց դե Փաշինյանն ասում է հուսով եմ ես կգամ 28 թվին Ադրբեջան բանսես բաներ, եվրոպական այդ բյուրոկրատները փոխանակ ասեն լավ, Ալիևին դուրս ենք շպրտում եվրոպական մեր այս համայնքից, հետո նա չի անպատասխանում մեր չափանիշներին, քննադատում է պլյուրալիզմի գագաթնակետ եվրոպական պարլամենտը, որտեղ ընդունվել է 14 բանաձև այո Լեռնային Ղարաբաղի հարցով, այսինքն խոսքի ազատության դեմ է պայքարում, գաղափարական ազատության դեմ է պայքարում, քաղաքական մրցակցության դեմ է, ինչի դեմ է պայքարում այդ մարդը, բայց ինչ որ այնտեղ ես նայում եմ այս խղճուկ տեսարան, վերջը լավա Իտալուհի Մեծոլան, Եվրոպական պարլամենտին ղեկավարը, Տիկին Մեծոլան, դες ձայն խնդրեց, բայց տենց ոնց որ տես շատ չուզենալով էլ որ տենց շատ տենց սուր խոսա, ասես դե բայց ձև չունեմ չպատասխանելու, թարգմանում եմ, բայց պետք է պատասխանեմ Ալիևի հայտարարությունին, որ Եվրոպական պարլամենտը դե ժողովրդավարական բան է, այդ մարդիկ ընտրվել են ժողովրդի կողմից Եվրոպայի եւ իրանք իրանք ունեն ընդունել բանաձևերը։ Ասած եք Եվրոպական պարլամենտի նախագահ բացատրությունը տալի Ալիևի, տեղի ընդ 14 բանաձև ընդունել։ Փոխանակ ասեն, արա, այն որ մենք քո նկատմամբ սանկցիաներ չենք կիրառել, որտեղ երկակի ստանդարտ են կիրառել։ Այսինքն որ Պուտինը հարձակվում է Ուկրաինայի վրա, այդտեղ անպայման սանկցիաներ կան, բայց որ Ալիևն հարձակվում է Հայաստանին, այդտեղ սանկցիաներ չկան։ Քիչ չկան, մի հատ ինքը եվրոպական համայնքի անդամ է։ Հա, այդ երկակի ստանդարտները կիրառվում է բոլոր աչքերը։ Դե մինակ են ավտունեն։ Ուզում եմ ասեմ, պրոստը բանը էլ էս լիցիմերիան է, չգիտեմ հայերեն ոնց ասեմ, էս երեսպաշտությունը, այս երկակի ստանդարտները ու հայ քսմսվելը բան։ Հետո ինչա տեղ ունեն։ Իտալիայի վարչապետը ստեյից գնում է բան, Ադրբեջան։ Մյուս պաշտոնյաներն էլ ստեյից գնում Ադրբեջան։ Այսինքն նանայի ասում է ոնց է Մուհամեդը չի գնում Սարի մոտ, Սարն է գալի Մուհամեդի։ Այսինքն Ալիևը չի գալիս Երևան գագաթնաժողովին, մի հատ տեսակապով միանում է, մի հատ քֆրտում է բանին Եվրոպային, ցենց ասեմ։ Հա, հետո եվրոպացի լիդերները, որոշները, դե ոչ բոլորը, բանը, երկու մայցով այցելում են Բաքու։ Էս ինչ պահվածք է։ Էս եք դուք։ Եվ այստեղ էս հայկական հույսը եմ դա ունեն, Փաշինյանական հույսը, չգիտեմ, ում հույսն է դա, որ մտածում եմ, որ այս ֆոնի վրա մենք էսա խաղաղություն ենք ունենալու, էսա սաղ լավ ալնելու բան, Յորջ ջան, մի հավատացեք այս ամեն ինչին։ Բնականաբար Մակրոնի հայտարարությունները առանձին թեմա են, ինչու, որովհետև ես կարծում եմ, որ Փաշինյանը եւ մյուս մեր պաշտոնյաները անդադար մեր միջազգային գործընկերներին ինչ որ թեմաներով բողոքներ են ներկայացնում եւ տեղի են տալի, որ էլի Երևանից ինչ որ հայտարարություններ արվեն, որոնք հեղի են ապագա ֆունդամենտալ խնդիրներով Հայաստանի համար։ Մակրոնը 26 թվականից 27 թվականին չի լինել Ֆրանսիայի նախագահ։ Փաշինյանն էլ Ֆրանսիայի պատմության ամենաթույլ նախագահներից մեկն էր, պարոն Մարոկյան։ Բայց մենք հայ-ֆրանսիական հարաբերությունները պետքա փայփայենք, պահպանենք։ Բայց մենք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ կապված հիմա այս խնդիրները ո՞ր են, այդ խնդիրները պետքա լուծենք։ Մակրոնի հայտարարություններից մեկն եմ ուզում անդրադառնալ, որ ասաց 8 տարի առաջ երևի մենք չենք կարող պատկերացնել, որ հնարավոր կլիներ եվրոպական համայնքից այսքան ներկայացուցիչների, այսքան պատվիրակությունների համախմբել Հայաստանում ու կարծես թե ոնց որ sense ենթատեքստով նաև Փաշինյանի գովքն է, հա, ստացվում է, որ անում է։ Նրանք աջակցում են Փաշինյանին։ Եվ հենց այս մասով է ուզում ասել, որտեղ այսօր դուք տեսանյութ եք նաև հրապարակել Գալկինի մասով, այսինքն կարելի է ասել, որ Մաքսիմ Գալկինն էլ է Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրան է պաշտպանում Մաքսիմ Գալկին։ Ուզում եմ ասեմ, տարբեր ռեսուրսներ ու լծակներ օգտագործելով, կարծես թե այն հնարավորությունը, որ իշխանությունը ունի, մոբիլիզացված է ամբողջովին նրա, որ մաքսիմալ ձայն քերեն, այսպես ասած։ Ես ինչ են անում։ Կեղծ իրականությունը ուզում են ցույց տան, որ 2018 թվականից առաջ
Հայաստանը Ռուսաստանի վասալներ, մութ միջնադարյան խորշ, լքված, ու անտեսված, ավտորիտար, տոտալիտար, բայց ես ուզում եմ հիասթափեցնել խորշ էլի, խորշ էր։ Ուզում եմ հիասթափեցնել, որ Հայաստանը այն ժամանակ այնքան ժողովրդավարական էր, ինչքան հիմա ես նաև Սերժ Սարգսյանի ժամանակ եմ ապրել, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եմ ապրել, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ կար խոսքի ազատություն, այնքան ինչքան որ հիմա։ Այստեղ պետք չէ տենց ստել ասել որ Հայաստանը Ռուսաստանի վասալն ա եղել 8 տարի առաջ դե ոչ մեկ չէր գա լավ էր գալիս են, բայց Ժակ Շիրակը ուր էր եկել, բա Սարկոզին ու մոտ էր եկել, բա Հոլանդը ուր էր եկել։ Այո։ Պետք չէ լի տենց կեղծել։ Այսինքն առաջին նախագահը չի Ֆրանսիայի որ Հայաստանը ժամանում։ Հետաբար այդ ելույթը Հայաստանում ՆԱՏՕ-ի բանը ինչեր են եղել զորավարություններ են եղել վերջ-վերջը ամեն ինչ էլ եղել է էլի հիշողություն ունենք էլի հիշում ենք չենք մոռացել Եվրոինտեգրումը շարունակվել է ասոցիացման համաձայնագիրը կար հետո դա չեղավ ֆեյլ արեց հիմա ՍԵՊԱ-ի համաձայնագիրը կա հիմա ես ուզում եմ հաղորդումը փոխեմ ուրիշ ուղղությամբ նա խոսացինք ինչ խնդիրներ առաջացրել Նիկոլ Փաշինյանը Եվ սնկերը։ Եվ հալուցենագեն սնկերը, որը դեռ պետք է բարձենք այդ մի տոննա սունկը ուրա, եթե բերել է։ Ինչի՞ դատի է տալու Սամվել Կարապետյանին։ Լավ։ Հիմա սերի հայնակիցներ։ Մենք ընտրությունների մասնակցող ուժ ենք։ Մենք քննադատում ենք այն ինչ որ քննադատելի է մեր համար։ Ինչ կանեինք մենք։ Ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ կանեինք, որ Հայաստանը չմտցնենք աշխարհակաղակական տարբեր բևեռների միջև եղած գզվերտոսների մեջ։ Մենք այդտեղ ոչ մի շահ չունենք։ Բայց մի բան մոռացանք ասենք, ձեր ասացի համատեքստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի մասնակցելու մայիսի 9-ի զորահանդեսին։ Այո, որովհետև ունի դրա համար աշխարհահռչակ բան։ Զելենսկին սպառնացել է։ Չէ, հա, դե ոնց ուզում ես ասա, բայց թեման հետեւյալն է, որ վաղվանից ինքը Արցախ է գնում, այսինքն ամսի 8-ից քարոզչության օրից եւ քարոզչությունը իրականացնելու դա Մոսկվա չի գնում։ Դե լա։ Անցյալ տարի գնաց, Ալիևը մինչև վերջ հաստատել որ մասնակցելու, մեկը չեկավ։ Բայց ուզում եմ ասեմ, այդտեղ ես տենց մեծ ինչ որ բան չեմ տեսնում։ Փաստը մնում է փաստ, որ մենք մեզ մտցնում ենք ինչ որ աշխարհակաղակական турբուլենտ թեմաների մեջ, միևնույն ժամանակ դրա դեմ ոչ մի բան չենք ստանում, բացի այդ ինչ որ տեսարանները, որ դու ասում ես։ Դա համար ցելի այնակիցներ իմացեք, որ մեր թիմը խորհրդանում լինելով հունիսի 8-ից սկսած մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չմտնի որևէ տեսակի աշխարհակաղակական գզվերտոսների մեջ։ Մենք ամբիցիա ենք ցույց տալու, որ մենք կարող ենք լինել պլատֆորմ, որպես պետություն, տարածք, հյուրընկալ տեղ խաղաղության համար բանակցելու համար։ Օրինակ, եթե Փաշինյանը այդպես ամբիցիաներ ունենար, նա կառաջարկեր Միացյալ Նահանգներին եւ Իրանին խոսակցությունը իրենց միջև վարել ոչ թե Իսլամաբադում, այլ Հայաստանում։ Այսինքն Իսլամաբադի հետ էլ նույնպես կարող էր կապ ունենալ, բայց հերավորության տեսանկյունից օրինակ Իրանի դելեգացիայի համար ավելի անվտանգ կլինի գան Հայաստանում բանակցություններ վարեն, քան Պակիստանի կորցանիչներով ուղեկցվող, հա, ինքնաթիռով մի կերպ հասնեն Իսլամաբադ։ Այսինքն ամբիցիան սա է։ Նիկոլ Փաշինյանի սուերը կուղեկցեն, սու 30-ները։ Սու 30-ները կուղեկցեն են իր առած, որ հետո նկարվում էր։ Ինչերս պարադին է սա շքերթա լինելու դա անգելի նորից։ Դրանք շատ լավ կորցանիչներ են։ Երկնքում են լինելու, այո, բայց երբ օգտագործվեց կամ երբ օգտագործվել։ Ուզում ասեմ, այս իմաստով մենք պետք է մարդկանց տանք մեր տեսլականը։ Այսինքն նայեք, ժողովուրդ, մենք հակաքաղաքակիրթ աշխարհ չենք։ Մենք ընդհակառակը, մենք ասում ենք, որ քաղաքակիրթ աշխարհն այսօրվա Եվրոպան ինչի վրա կառուցված ցանկացած եվրոպական պետություն հենց հիմա ԵՄԱ անդամ ազգային պետություններ են դրանք։ Հայաստանն էլ ազգային պետություն է, մենք ուզում ենք լինի ազգային եվրոպական մոդելի պետություն։ Մենք մարդկանց չենք խափում, ասենք, մենք Հայաստանը հարավային Կովկասից կտրում ենք տանում Եվրոպա։ Չկա նման, դա հնարավոր չի անել։ Բայց մենք մարդկանց խոստանում ենք, որ Եվրոպան բերելու ենք Հայաստան։ Մատ ասենք էլի Եվրոպա բերել Հայաստան, որ քննիչները անչափահաս երեխայի բռնաբարությունը չկոսկեն, դա Եվրոպա է։ Որ համապատասխան հոգեբաններ աշխատեն այդ երեխաների հետ, դա Եվրոպա է, որը հիմա չեն արել։ Կամ մենակ այն հանրայնությունից հետո չլինի, էլի քննարկումը։ Մի լրագրողի շնորհիվ դա բացահայտվեց, որ առանց փաստաբանների չտանեն երեխաներին քննիչները հետները, չգիտեմ, աշխատեն։ Մի խոսքով, էսա
մեր պատկերացրած եվրոպական մոդելի պետությունը ժողովուրդ ջան այդ ինստիտուտները դրանք մարմիններ Եվրոպան Մակրոնի նվագելը չի, Նիկոլ Փաշինյանի դհոլը չի, այդ հեծանիվը չի, Այն 19-ամյա տղու պատմությունն եմ ուզում ասեմ, որ կասեցված ա եղել վարորդական իրավունքը, բայց ինքը ղեկին է եղել եւ ղեկին մի շարք խախտումներով բախվել է 53 համարի ավտոբուսի։ Կարար մարդ սպանել 3 հոգի վիրավորվել է։ Այո, 14 օր է անցել, որևէ վարույթ չեն նախաձեռնել։ Բայց տղեն TikTok-ում գլուխ ա գովում, ասում է նայեք ինչեր եմ արել։ Ահա, դրանից հետո այսինքն հանրային արձագանքը բերել է նրան, որ այդ տղային տարան կալանքի, Ժորժ ջան, այսինքն։ Բայց ինչի պետք է ինչ-որ հարցեր հանրային արձագանք ստանան նոր օրինապահ արձանագրումը մեր որն է, որ չկան ինստիտուտներ Հայաստանի։ Այդ է նշանակում Եվրոպա բերել ստե։ Ասում Եվրոպան բերել Հայաստան նշանակում է եվրոպական չափանիշներ կյանքի բոլոր ոլորտներում, որ քննիչները գործը չկեղծեն, որ նման, այսինքն լավ sense ասեմ, բարդակ է այս երկրում տիրում, բայց ինչ որ մարդիկ խոսում են, որ մենք երկիրը տանում ենք, ուր եք տանում, դուք ով եք որ միտեղ տանեք, դուք ձեզ չեք կարա միտեղ տանեք, ինչն եք ուզում ուր տանեք։ Դուք միայն կարող եք այս երկիրը գցել աշխարհակաղակական արկածախնդիր պատմությունների մեջ, որն էլ ամենօրյա ռեժիմով հիմա արվում է եւ շարունակում է արվել։ Էսա։ Ձեր արածը այդ Գալկինի համերգը 2000 մարդ է մասնակցել։ Բայց Գալկինը երգել գիտի։ Դե լավ կոնցերտ է կոչվում, ստենդափ է, ինչ հումոր անում։ Երգերը գիտի, բայց կարող է։ Բայց Գալկինը Անապուգաչովի ամուսինն է։ Գալկինը գիտեք ինքան մեղքես գալիս է մի քիչ։ Դե ուկրաինական պատերազմից փախավ։ Հա։ Եկավ Իսրայելում պատերազմ սկսեց։ Դե դա կա, բայց ուզում եմ ասել ռուս ռելոկանտները ինչ որ տեղերի թավնեց ասում հավեսս բերեց ոնց Նիկոլը խոսաց Պուտինի հետ, բանսից ինչ որ դերություն։ Ոնց խոսած։ Ոնց խոսած դուխով գազ տվեց ասում բան։ Բայց ես օրինակ չեմ կարծում թե որևէ ջերմոց ունեցող մարդու հավեսը գալիս է հիմա, որ իր ջերմոցի արտադրանքը վտանգված է եւ կորցնում է հիմնական շուկան։ Ինչ որ մարդկանց հավեսը գալիս է, ինչ որ մարդիկ տարապում են վարկերի տակ։ Գիտեք, այս առաջին հայացքից թվում է թե նոր տեխնոլոգիաները լավ են եւ իրականում լավ են, եթե օգտակար բաների համար է կիրառում, գիտության, լրագրության, հետաքննական լրագրության, բայց իրականում նոր տեխնոլոգիաները ծառայում են այդ փդած արժեքները լավ էլ արդյունավետ տարածելու համար։ Դե կարպիս։ Ովքեր են փդած արժեքներով ապրում են, այդ փդած արժեքները նոր գործիքներով են տարածում, հակագիտություն, հակաքաղաքականություն եւ այլն, եւ հիմա այդ այլի ժողովրդավարության հասկացությունը ձևախեղվել է, բացվել է։ Այսինքն, չգիտեմ, փողոցում քայլելը, հեծանիվ քշելը, կուկուրոզ ուտելը, պոնչիկ կրծելը, դա ամեն ինչը այդ է ընկալում ժողովրդավարություն։ Ես դրանից ինչ, չգիտեմ, ես խելագարվում եմ այս ընկալումներից։ Ես պահիմ ինչ։ Չեմ կարող հասկանամ։ Բայց ժողովրդավարությունը առաջնային ինստիտուտներն են, մարդու ֆունդամենտալ իրավունքներն են, որոնք ամեն օր բացվում են այս երկրում։ Մետրոյով գալ աշխատանքի հետ ժողովրդավարություն։ Այդ նորմալ է։ Տրանսպորտը։ Ախր գիտես ինչն է բանը, որ մարդկանց այսքան ենք ասում ենք, հիմա Գալկինի այդ Արարքին ես արձագանքել եմ եւ ուզում եմ ստեղել ասեմ, նայ, ինչի մասին է։ Ինքը հիմա Ռուսաստանից դուրս է ապրում, չի ուզում հետ գնա քրական գործեր կամ որևէ, ինքը այնտեղ ընդդիմություն է, լավ ֆիքսենք սա։ Ինոագենտ է։ Ինոագենտ է ճանաչվել ընդդիմադիր է։ Հա, հիմա բայց իրանք ընդդիմադիր են Պուտինին ինչի համար, որ Պուտինը 3-րդ ժամկետով է պրեզիդենտ ընտրվել, հետո 4-րդ, չէ՞։ Ու տենց, չեմ 4-րդ ընտրվել է արդեն, թե դեռ չէ։ Այսինքն սահմանությունը փոխել, որ էլի ընտրվի։ Ժողովրդավարություն չկա, իրանք ասում են այնտեղ, բան ինքը այդտեղ ասում է, որ սոցցանցերը չկան, բան, բայց Գալկինը ու այն մարդիկ, ովքեր որ Նիկոլ Փաշինյանին հիմա պաշտպանում են, էլի Ուրսուլա ֆոն դեր Լայանը, չգիտեմ եսի։ Բա իրանք ուզում են, որ իրանց երկրում չլինի 3-րդ ժամկետով պրեզիդենտ կամ վարչապետ, հա, բայց մենք համար ուզում են 3-րդ ժամկետով լինի։ Բայց եղբայր մենք չենք ուզում, որ մեր մոտ լինի 3-րդ ժամկետով։ Դու որ ինչ ես եկել մեզ քարոզում։ Հասկանում ես, այսօր ինչ ա Նիկոլ Փաշինյանը 3-րդ ժամկետով գնում է, որ էլի վերընտրվի։ Մենք էլ ասում ենք 2 ժամկետ ընտրվել ես, 1000 հատ էլ պրոբլեմա կա, հետդ համաձայն չենք։ Մի էլ փորձի որ դու վերընտրվես։ Թող ուրիշ մարդ լինի Հայաստանի վարչապետը, Ալիև եթե համադրությունը թույլ է տալի։ Ապրես հետ եմ ասում։ Դե համադրությունը Ռուսաստանը վերահսկողությունը թույլ տալի, բախեն իրան այնտեղ դեմ։ Այսինքն էսա է երեսպաշտություն, որ այնտեղ մենք սենց ենք մտածում, բայց այդտեղ ուրիշ ձև ենք մտածում։ Եթե հանկարծ մեկ ուզենա ասի որ սա պարլամենտական համակարգը դրա համար է տենց,
ամոթալի կլինի, որտեղ ստե պարլամենտական Մակրոնն ու համակարգ Գալկինը իմացան, որ այս երկրում կան գաղափարներ։ նայ Ոնց որ փորձեր արվեցին դրանց մասին տեղակ Չեմ պահելու։ Գալկինը ընդհանրապես Գալկին նոր մի հատ հետաքրքրվեց, ասենք չէ, ինքը իր այդ փողը եկել աշխատի գնա, բայց օրինակ նախագահ Մակրոնի պարագայում, այո, շատ լավ կլիներ, որ նաև դիմադիր ուժերի հետ հանդիպումն ունենար եւ այդ ինֆորմացիան նրան փոխանցվեր։ Ճիշտ է Փաշինյանը ամեն ինչ արեց, որ օրինակ բոլոր հոգեորականներին ազատ արձակեն մինչև այս միջոցառումը, եթե դուք չեք նկատել, ասեմ ձեզ։ Միակ հոգեորականը մնացել է կալանքի տակ Բագրատ Սրբազանն է, որին փորձում են տնային կալանքով ազատել, բայց նա չի տալիս տան հասցե։ Որ տան հասցե չես տալիս, քեզ չեն կարող տնային կալանք տալ։ Տան ուզում է տան հասցե, Բագրատ Սրբազան ասում է չունի։ Աջապայանն տնային կալանքի տակ։ Հա, Աջապայանը տնային կալանքի տակ է, այն մյուս հոգեորականներն են նույնպես տարբեր խափանմիջոցներ են ընդունվել եւ ազատ են արձակվել։ Այսինքն սիրելի հայրենակիցներ, լուսավոր Հայաստանին հետ գալով, ես ուզում եմ ասել հետեւյալը, որ մենք ինչ ենք ձեզ ասում ընտրեք լուսավոր Հայաստան, ընտրեք մեզ, այս թիմին ընտրեք, մեր էտի մարդ, մեր թիմին, որովհետեւ դուք կպրծնեք այս արկածախնդիր պահվածքից իշխանության, որի պատճառով դուրժում է փոքր բիզնեսը, միջին բիզնեսը, խոշոր բիզնեսը, սահմանին կանգնած զինվորը, պետբյուջեն, ամեն ինչն է դուրժում։ Լավ գոնե նրա համար որ մենք սունկ չենք ուտում։ Լավ գոնե նրա համար որ մենք հարությունագին սնկեր չենք ուտում վերջապես։ Դե պապացված չէ ինքը կերել է, բայց ամեն։ Մենք սիրում ենք սունկ հավաքել, չենք ուտում։ Սունկ հավաքել, հա։ Սերի հայրենակիցներ, մյուս բանը։ Վերջին հաշվով մեր առաջադրումը նաև բողոք է այսօրվա եղած parlamenti դեմ։ Մենք պատկերացնենք մի հատ մի հիանալի պարլամենտական ուժեր են, մի հիանալի վիճակ է, մենք որիշ պետք է մտնենք այս process-ի մեջ կարծես։ Քեզ զանգ էինք, դու ինձ զանգ էիր, ասենք, այս ինչ տեղը մենք հանդիպում 4000 վազքս մենք ստեղ են, մյուս օրը ընդեղ ինչ որ ֆեյքերի ֆաբրիկաներ մտնեն մեզ հայ-հոյ են։ Ես ուզում եմ դրա մասին նաև խոսեմ։ Այդ Գալկինի վերաբերյալ իմ արձագանքը, որ ես տեղադրել եմ, ուրեմն ֆեյքերի ֆաս հրաման կա այնտեղ տված, որով որ հարցակվել են իմ վրա։ Կազմակերպված ձևով։ Տոտալ կազմակերպված, որովհետև բոլորի կոմենտները նույնական էր։ Բոլորի կոմենտները նույնական են։ Այ բան բայսանք չի, բասեցե ձևից այնպես չէ։ Փոքրիկ ալենները, հա։ Փոքրիկ ալենները։ ֆեյքերով հարցակվել են իմ վրա եւ այնտեղ վերնագիրը ոնց էր վերնագրել էի բան Նիկոլ Փաշինյանի եւ Մաքսիմ Գալկինը հյուրախաղեր Երևանում են։ Այդ հյուրախաղերը իր մասին են։ Ոնց եղավ որ որոշեց որ հիմա պետք է լինի։ Նաև Մորգենշտերնն է Երևանում, ինչ որ նայել է, ինչ որ միջոցառում անելու, ոնց հասկացա, Ալենը նկարել դրել հետը։ Էլի Ռուսաստանի մուտքը փակ է։ Այսինքն նաև ընտրությունների Սապշակի պատճառով։ Ինագենտ։ Այսինքն Ռուսաստանում Հայաստանում ընտրությունից առաջ, տես, Ռուսաստանում մուտքը արգելված մարդկանց բերում են, որ մենք ինքնիշխան ենք։ Եղբայր ինքնիշխանությունը, գիտեք ինչի մասին է։ Հետարքիր բան ասեմ ձեզ։ Մենք քարոզարշավի առաջին օրը մեկնարկում ենք երասխում։ Եվ երասխում մենք ձեզ ցույց տվեցինք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ամերիկյան ներդրողները փորձ են արել արմատուրի գործարան կառուցել եւ կառուցման կեսից Ադրբեջանը թույլ չի տվել։ Իզուր չէր որ մենք ձեզ ցույց տվեցինք այնտեղ, ցելի հայրենակիցներ, որ այսինքն նպատակը մեր որն է շեշտադրում անել առաջի օրը քարոզչության ինքնիշխանության վրա, անկախության վրա։ Ինչից իրանք ամեն օր խոսում են, բայց ինչը ոչնչացնում են։ Եղբայր ինքնիշխան երկրում, անկախ, կամ եթե բանակցությունները մեր նորմալ է գնում Ադրբեջանի, դե ֆիքսենք։ Եթե նորմալ է գնում, ոնց Ալիևը չի թողնում քո երկրի տարածքում ամերիկյան ներդրողը գործարան կառուցի։ Այդ Զելենսկուն ինքնիշխանս կարող ես բերես, գործարան չես կարող քո երկրի տարածքում։ Հա, Նիկոլ Զելենսկուն կարող ես բերես, չես կարող երկրի տարածքի մեջ որովհետև ինքնիշխանության պատկերացման խնդիր կա այստեղ։ Ինքնիշխանությունը կարպիսի ասած այդ շոուներով է պատկերացվում, հա, ով ոնց վազեց, որտեղից վազեց, ինչ թույլ է տրվեց, բերեցին մարդկանց, ի ցույց դնելու համար հակադրվելու։ Մենք որ տանում է երաս եւ ցույց է տալիս։ Թե ինքնիշխանությունը որտեղից է։ Ռուսաստանի ինդիմադիր գործիչներից մեկին հիշեցի, Յաբլոկա կուսակցության ղեկավարին, Յավլինսկը, որ խոսելով այդ քաղաքական այլասերված համակարգի մասին, արդեն Ռուսաստանում ասում են ինչ եք ուզում։ Ես չեմ կարող նրապես կրծքերս բացեմ, լողամ, դե առանց նկարներ չգցում, չեմ կարող պարաշուտից թռնեմ նրապես, անտառ գնամ Վիլիսի վրա։ Սա շենքեր գրավելու մասին բան կա։ Շենքեր չես գրավի։ Հիմա այդ այլ է տեսարաններ է։ Տեսարանները ձևա, ամբողանդակ, բովանդակություն չկա, բայց
ախր ես ինչ նման բովանդակություն չլինի, փուչ չլինի, բայց վնաս չլինի մեզ։ Ասենք դե լավ, դե տեսան, էլի լավ։ Եղբայր գործարանը չթողեցին կառուցեն երկրում։ Դա ինչ խաղաղություն եք պայմանավորում։ Ես որ ասում եմ Ադրբեջանը կոնկրետ քարտեզով մեզ չի ճանաչել։ Ասում եմ ոնց Բալմաթա երջակագիր, ասում եղբայր Ալմաթա երջակագիր է։ Քարտեզ չկա դրա տակ, քարտեզ։ Եվ երաշխում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում Հայաստանի Հանրապետության սուվերեն ինքնիշխան տարածքում Ալիևը թույլ չի տալիս մենք գործարան կառուցենք։ Էս եք դուք Նիկոլ, էսա ձեր իշխանությունը։ Դրա համար դուք պետքա գնաք։ Դրա համար պետքա ժողովուրդը ձեզ փոխի։ Շուշանին հերթ չտվեցինք այսօր խոսա։ Խոսեցինք։ Այսօր շատ տվեցինք Շուշանին հեր, բայց եթե Այդ դիտարկումը տեսել էինք մենք մեկնաբանությունները, որ մարդիկ ասում են, որ ինձ չընդհատեք, նենց որ շնորհակալություն ես անգամ որ չեք ընդհատել։ չէ ընդհատում Շուշանին։ Աղջիկը բյանը ասում որ խոսան, դուք եք խոսում։ Լավ։ Լավ։ Մտի։ Ինձ կանեմ։ Չգիտեմ, ուզում եմ ասեմ ինչ որ եթե ավելացնելու բան ունենք այն մասով որ որտեղ մենք պետք է փորձենք նայել ծրագրային, այսինքն հա քննադատեցինք, ասացինք էս սխալ է բան, բայց մեր մոտեցումը պետք է անդադար ներկայացնենք էլի այս մասով։ Դե մեր մոտեցումը այն է, եթե օրինակ մենք լինենք որոշում կայացնող, այս խառապային էս մեր մոտ գագաթնաժողով չլինի։ Ես տենց եմ մտածում։ Նայ, այստեղ առաջարկություն կար, ես չգիտեմ, մարդիկ տեղյակ չեն դրա մասին, որ քաղաքական ուժերով դիմեինք եվրոպական համայնքի ղեկավարության ու ասեինք Հայաստանում 2 ամիս հետո այս միջոցառումը անցկացրեք, ես ասացի շուրջան անիմաստ է։ Որտեվ պայմանավորվածությունը ոնց է, պայմանավորությունը սենց է, որ գնանք այնտեղ Հայաստանում անենք այդ միջոցառումը, որ Հայաստանը մտնի ԵՄ, Ռուսաստան, Արևմուտք, Ռուսաստան հակադրության մեջ։ Այն որում երբ որ այս պայմանավորությունը եղել է, դեռ Իրանի դեմ պատերազմը չկար։ Հիմա ավելի սուր վիճակ է, քան որ ասենք այդ ժամանակ երբ որ սա որոշվել է։ Բայց ունենք այն ինչ որ ունենք։ Հավասարապես թող խոսա համոդու ես։ Ես մեկնի ասեմ, ես սա միշտ ասում եմ, տենց շատ թույլ է սրա արձագանքը, բայց Ասա։ շարունակելու եմ ասել։ Ադրբեջանը եւ նրան կծված Հայաստանը նախապատրաստվում է որպես հակաիրանյան եւ հակառուսական գործիքներ ապագայում։ Նայեք, այս Կարպիսի խոսքը պետք է բացել, էլի Կարպիսը պնդում է, որ Ադրբեջանին եւ Հայաստանին օգտագործել են Ռուսաստանի դեմ։ Դրա համար Հայաստանի եւ Ադրբեջանի բոլոր խնդիրները հարթվում են, զրոյացվում են, որ Հայաստանը որևէ կոնֆլիկտային բան չունենա Ադրբեջանի հետ, որ դա ստացվի։ Որ երկուսին իրար հետ կարողանան օգտագործել, այստեղ հաշվի առեք մի հանգամանք, որ Ադրբեջանը վերջի պահին կարող է Կանոն սուվերեն երկիր է Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, վերջի պահին կարող է նա դուրս դնել իրան այդ process-ից, Հայաստանը մնա հարվածի տակ, այդ իմացեք։ Դա կա։ Այո։ Ես ուղղակի ուզում եմ էլի ամփոփել մեր ասելիքը ինքնիշխանությանը եւ ընդհանուր առմամբ մեր տեսլականին վերադառնալով, հա, որ ինքնիշխանությունը, Կարպիսի ու ձերքը ներկա ժողովրդավարությունը եւ բոլոր չափորոշիչներով միայն շոուների կամ տարբեր մարդկանց այստեղ հրավիրելով չի եւ իսկապես երբ որ դա համ արտաքին առումով մենք արկածախնդրային քաղաքականություն ենք վարում եւ վտանգի տակ ենք դնում մեր ինքնիշխանությունը տվյալ պարագայում եւ ներքին առումով ենք մեր ինքնիշխանությունը կամ պետականությունը վտանգում, ստացվում է որ Հայաստանը դառնում է շատ խոցելի այսպես վտանգի տակ գտնվող մի պետություն եւ ես արդեն վտանգ եմ տեսնում նաեւ հայտնի տերմին կա, հա, քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունները failed state ասվածի, որտեղ ինքնիշխանությունը եւ պետականությունը, տնտեսությունը, իսկ մեր տնտեսությունը շատ փոխկապակցված է իմ նշած գործոնների հետ։ Երբ որ դա չենք կարողանալու ապահովել, դա հանգեցնելու է նրան, որ մենք պետականությունը հիմնովին խարխլվելու է եւ վտանգի տակ է լինելու։ Եվ այդ դրա համար էլ կանք մենք այս ընտրություններում մասնակցող որևէ արկածախնդիր առաջարկությամբ կամ ծրագրային սպառողական թեզով հանդես չենք գալիս, այլ մենք առաջնայինը երկրորդականը կարողանում ենք իրարից տարանջատել եւ առաջնային հարցերով ենք մեր ժողովրդին դիմում։ Այսօր էկոնոմիստից լրագրող կար այստեղ եւ հարցազրույց տալիս հարցազրույցեր ուզում եւ ասում էր բայց օրինակ այդ ձեր թեզերով դուք ինչքան ձայն կարող եք հավաքել արդյոք ձեր այդ թեզերը մարդկանց հուզում են հետաքրքիր հարց է իրականության մեջ միգուցե ասենք չեմ ասում 2 միլիոն մարդ անհանգիստ չէ այս թեմայով հա Հայաստանում բնակվող բայց վստահ եմ որ գոնե մի 500,000 մարդ հաստատ այս թեմաներով անհանգիստ է
Այլ բան է, որ 500,000 մարդը Պիտի գնան տրատել։ իր քվեն նախ պետք է գնա տեղամաս, որ այդ քվեն կապիտալիզացնի ինչ որ միսուարուն ստանա որևէ ուժի քվեի ձևով, բայց մյուսն է պետք է կարողանա այս բազմաթիվ ուժերի մեջից գտնի այն ուժին, որը որ Ընտրի լուսավոր Հայաստանին։ արկածախնդիր չի, եւ Շուշանը առաջարկում է, ես չէ, Շուշանն ասաց, որ ընտրի լուսավոր Հայաստանին։ Որտեվ ռեմոնտադա լինելու է։ Ռեմոնտադան էլ մի հատ բացատրենք, ասուլիսի ժամանակ բացատրեցինք, Երբ բացատրելով չեն չէ, այս հասկանում։ ամենտեղ պետք է բացատրել կարծես ինչի, որովհետեւ ամեն նյութի նայողը նույն մարդը չի, այսինքն տարբեր մարդիկ են տարբեր նյութեր նայում, ինչքան շատ մարդկանց տեղ հասցնենք դրա բացատրությունը, այնքան լավ, ինչ նկատի ունենք, երբ որ ասում ենք ռեմոնտադա լինելու է։ Խնդրեմ։ Հայաստանի վերադարձ դա ֆուտբոլային տերմին է, նշանակում է comeback, վերադարձ Լա լիգայից բերված տերմին է իսպանական առաջնությունից, որ մենք հաղթարելու ենք այս նվաստացման եւ ստորացման շրջափուլը Հայաստանի եւ հայ ժողովրդի եւ փորձել ենք վերականգնել Հայաստանի ուժը, Հայաստանի արդյունավետությունը, նորից նրան փոխակերպելով միջազգային հարաբերությունների սուբյեկտի։ Ինձ իրականում շատ է դուր գալիս Ժորժ ջան, որովհետեւ այդ վերադարձը ոչ միայն նաև մեզ էլ է վերաբերվում անձամբ, որովհետև մենք պարլամենտում էինք եւ մենք հիմա ձեր աջակցությամբ, ձեր քվեարկությամբ պետք է վերադառնանք այդ պարլամենտ։ Բայց մեր վերադառնալով այդ պարլամենտ, նաև մենք ուզում ենք այս պարտության, Հայաստանի պարտությունների, այս միակողմանի զիջումների, այս արատավոր, այս շղթան կոտրել եւ իրապես ոտքի կանգնացնել մեր պետությունը, վերածնվել նորից, լինել ինքնիշխան, մեր երկրի տարածքում մենք որոշենք, մենք ինչ ենք ուզում անենք, ոչ թե մեզ պարտադրեն ինչ որ որոշումներ, Բաքվից, Անկարայից կամ այլ տեղերից, եւ մենք մեր ժողովրդի կյանքը բերենք հանդարտ հուն, նորմալ կյանք լինի, որովհետեւ ես բազմիցս այս հարցին անդրադարձել եմ, որ նաեւ մարդկանց բնույթն էլ է, այսինքն Փաշինյանի կառավարման բնույթը դա ցնցումների բնույթ է, սիրելի հայրենակիցներ։ Եթե առաջի տարում, երկրորդ տարում, երրորդ տարում, լավ 5-րդ տարում, 6-րդ տարում չենք հասկացել դա, պատկերացնենք 8-րդ տարում նոր ենք հասկացել։ Այս 8-րդ տարին է կառավարման։ Մենք չենք ուզում էլ ցնցումներ, մենք ուզում ենք հանգիստ, հանդարտ, նորմալ կյանք։ Եվ ասում եմ, մենք նկատում ենք նաև ժողովրդին, որտեղ մենք ուսումնասիրություններ ունենք, հարցումներ ունենք, որ այդ արձագանք։ Եվ դրա համար հնարավոր չի Ժորժ ջան Փաշինյանին թողնել մնա վարչապետի պաշտոնում, նկատեմ նրանք ովքեր են գնալի ընտրեն։ Ու ունենալ հանդարտ նորմալ կյանք չեք ունենալու։ Խոստացված խաղաղությունը։ Խաղաղությունը դրա մասին չի։ Խաղաղությունը դրա մասին չի։ Նա խաղաղություն չկա, դա խապկանք է։ Անվտանգություն է մեզ պետք, իսկ անվտանգության համակարգերը մեր փլուզել են եւ գոյություն չունեն։ Եվ բոլոր այս վերջին արկածախնդիր գործողությունները նույնպես շարունակում են այդ փլուզման գործընթացը։ Ով ինչ ուզում է ասի։ Ես հասկանում եմ, որ Փաշինյանի հաշվարկն է նա, որ այս ընթացքում ինչ ուզում է ինքը անի, միայն թե ընտրվի, հետո գնա Մոսկվա, բան փորձի ասի, լավ ախպեր, ինչ եղել է, ասեք ինչ անեմ, ես կանեմ։ Եվ եթե վերընտրվի, տենց էլ անելու է։ Բայց Ժորժ ջան, այդ ինչ որ ուզում եք ես կանեմ, նելա մեր կաշվից, մեր մաշկից, մեր պետությունից, մեր ապագայից, մեր երեխեքի ապագայից գնալու։ Դրա համար պետք չի թույլ տալ ունենալ թույլ ինչ որ խառը պյուրորսյան հաղթանակով, հա, վերընտրված իշխանություն։ Մեր ասացի կամ մեր ուղերձների հասցեատերը մարդկային բանականությունն է։ Իսկ Փաշինյանի ուղերձների հասցեատերը մարդկային բնազդներն են ու կրքերը։ Հետաքրքիր ձևակերպում էր։ Այսօր դա 15 րոպե եմ մտածել այսօրվա։ Այո։ Ես ասել եմ, չէ, որ 15 րոպե մտածում եմ։ Եվ ինքը խաղադրույքը դնում է հենց մարդկային կրքերը, չեմ որևէ մարդ վատը չի, բոլորն էլ լավն են, բայց կան տարբեր ապրելու տարբեր մոտեցումներ։ Եվ տարբեր էմոցիաներ։ Նա փորձում է մարդու մեջ խոհարկված այդ բաները աշխատեցնի, որ մարդը մատնվի անհոգության, անգործության, չմտածի որևէ հոգսի մասին կամ հոգսերից կտրվի, հայտնվի էքստազի մեջ, բարի, գինի խմի, համերգների գնա։ Այ էքստազը կապ ունի հոլյուցինոգեն սնկերի հետ։ Այսինքն ժողովրդին տալիս են քաղաքական սունկ, որպեսզի տեսիլքներ ունենան եւ չնկատեն իրենց շուրջը գեներացված աղետները, կրակը, մահերը, երրաբլուրները եւ խոնարհված հայկական դրոշները։
Ինձ լրագրող էր զանգարել, ասում էր օրինակ ի՞նչ կարծիք եք, որ 5-ից 7-ը լինելու է գինու օրեր հունիսի։ Բայց չէ որ այդ ընտրությունների ընթացքում բան ընտրություններն ուզում եմ ասեմ։ Լրության օրն է։ Լրության օրն է, ասա Փաշինյանը կգնա թե կնկարի, ասեմ ժողովուրդ ջան, այդ ձեր ցավը տանեմ։ Ուզում է գինու օրերը այդ վաղ անեն, ուզում է հետո անեն, երբ ուզում անեն։ Շանսը հետևյալն է։ Կամ այդ բանականությունը կարպիսի ասած։ Բանականության մեր թիրախը բանականությամբ առաջնորդվող ընտրությունների մասնակցող մարդն է, որը չի նստելու էլի տանը ասի դե լավ ինչ ուզում ալնի կամ գնամ գինու փառատոնի ինչ ուզում ալնի կամ ասենք Մակրոնը եկել է սա լավ է այնից բան պետք չի մեր հույսը այնա որ մարդիկ վեր կգնան իրենց նստած տեղից կամ որևէ այլ դիրքից եւ կգնան ընտրական տեղամաս եւ մեր հույսը նաեւ այն է որ կգնան ընտրական տեղամաս եւ այս եղած քաղաքական բազմաթիվ ուժերի մեջից կընտրեն այն ուժին որը իրապես կհանդարտացնի այս երկիրը Եվ նորմալ կյանքի կբերի։ Ես միշտ դեմ եմ եղել, որ այդ Facebook-ները հաճախ քննադատում են Կասկադի Սարյանի ակտիվ երիտասարդությանը կամ այդ գինու փառատոններին մասնակցող երիտասարդությանը, որովհետև տվյալները ցույց են տալիս, որ ամենահականիկոլական զանգվածը իրենք են։ Նիկոլ Փաշինյանին ամենաշատը դեմ քվեարկել է Երևանի կենտրոնը։ Այո Եվ եկեք չմոռանանք, որ գինե խմությունը, գարեջուր խմելը այդ ամեն ինչը ընդհանրապես քաղաքական մշակույթի ամենաառանցքային ատրիբուտներն են, ուզում եմ հիշեցնել, որ նացիստական Գերմանիան ստեղծվել է Գերմանիայի գարեջրատներում Որտեվ այդտեղ հավաքվել, այսինքն մենք դուրս բան արի խոստանանք մեր ժողովրդին, մեր հետևորդներին, որ մեր ընտրողներն են էլ այդ գինի խմողները, դա է ուզում ասել։ Որ մենք թիմով կայցել ենք գինու օրերին, չենք թողնի որ դες մենակ Փաշինյանը այցելի սեփականացնի, մենք նույնպես կայցել ենք, դուք մեզ կտեսնեք այնտեղ, իր այդ գինի կխմենք եւ կորոշենք թե հունիսի 7-ին ով է առավոտը 10-ին գնալու տեղամաս, ով 8-ից, ով 11-ի կողմերն է գնալու, մի քիչ ուզում քնի, հետո գնա ով որ ասենք ուրիշ գործ ունի, հետո պիտի գործերը չասի գնա, բայց անպայման պետքա գնա ընտրական տեղամաս, վերցնի թիվ 19-րդ քվեաթերթիկը եւ քվեարկի Լուսավոր Հայաստան կուսակցության օգտին, որով կստեղծի մեխանիզմ Հայաստանի Հանրապետության պետական շահերը պաշտպանելու, ինչպես նաեւ յուրաքանչյուր հայ քաղաքացու եւ հայ մարդու ինքնությունը պաշտպանելու համար։ Այդ 19 թիվն են Շուշանն է քաշել, մենք ներչում ենք։ Մի բան ասեմ, առիթը օգտագործելով, քանի որ մի քանի հոգի ինձ առանձին հարցրել են մեր ընտրողներից, նաեւ այս հարթակը ուզում եմ օգտագործել, շատ են ասում, օրինակ Սյունիքում են ապրում, չեն ուզում ընտրության օրը հասնել Սյունիք եւ այլն, ուզում եմ ասել, որ կա հնարավորություն Այո, ընտրատեղամասը փոխելու եւ on-line ձևաչափով կարողանալ եւ դիմում ներկայացնելով on-line ձևաչափով էլեկտրոնային ստորագրությամբ իհարկե։ Ես առաջարկում դրա մասին reel նկարես դու, կարճ։ Եվ իրազեկես, բայց ուզում եմ նաեւ Շուշանին ասեմ, որ ձերքը խերով էր, քանի որ առիթը բացվել է, որովհետեւ Շուշանը վիճականությանն է մասնակցել կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ հանել է 19 թիվը։ Հիմա մենք առաջին հաշվին ասում ենք 19 բան, բայց իմացեք ամենալավ թիվն գելա մեզ, բացատրեմ ինչու։ Բոլոր լուրերի մեկնաբանները, երբ որ խոսում են, ասում են 19 ուժ է մասնակցում ընտրություններին, 19 ուժեր, 19, այսինքն բոլոր լուրերով ձեզ հուշում են, թե ում պետք է ընտրել 19-ին։ Մյուս հանգամանքը, ըստ օրենքի, կարգ է թե սխալ կասեմ դու կշտկես ինձ, քվեաթերթիկները սկսում են 1-ից մինչև 19 դասավորում են եւ տալիս են ձեզ ընտրողին, մեզ։ Երբ որ ընտրողը վերցնում է, երկու տարբերակ կա։ Կամ մեր քվեաթերթիկը ամենաներքևում է լինելու, եթե 1-ից 19 դասավորած։ Եթե 1-ից սկսած ամենաերեսին է լինելու։ Այսինքն վերցնում եք 3-ից 19-րդ քվեաթերթիկը, եթե 30-ն է, եթե մնացածը շպրտում եք։ Մնացածը գցում եք այդ այնտեղ տեղ կա, որտեղ պետք չի ձեզ։ Դնում եք ծրարի մեջ 19-րդ քվեաթերթիկը եւ ընտրում եք ձեր ինքնության պաշտպանության համար Լուսավոր Հայաստան կուսակցության համար։ Միանշանակ ես վստահեցնում եմ 19 ուժերի մեջից ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, թե քաղաքական բովանդակությամբ, թե անցած փորձով, թե անխոցելիության իմաստով, որ չեն կարող մեզ բռնեն ասեն թալանել եք, մեզ ասեն էս է կարել, ոչ մի բանով խոցելիություն չունենք, ամենակոմպետենտ էս պայն էս ընտրություններին մասնակցող թիմը մեր թիմն է եւ ամենաանխոցելի։ Դա համար եթե քվեաթերթիկը 30-ին վերցնում եք 19-ը, եթե ներքևն է տեղադրված, էլի վերցնում եք 19-ը եւ քվեարկում եք Լուսավոր Հայաստան կուսակցության օգտին։ Հերիք չի։ Մեր արդեն քանի անգամ ուշացրել են, որ վերջացնում ենք։
Ժողովուրդ ջան, խնդրում եմ նաև հարցեր գրեք ծրագրային, կոմենտներում, մեկնաբանություններում, որովհետև մեր բոլոր եթերները լինելու է իրողություն, իրականություն, Վերլուծություն։ Իրականություն մեր լուծումը, այսինքն սա լինելու է քարոզչական ոդկասթ մինչև հունիսի 8-ը։ Հունիսի 8-ից հետո արդեն մենք ոդկասթներում խոսենք parlamentum մեր աշխատանքների մասին, քաղաքական զարգացումների հետ ընտրական դրա մասին, այսինքն ոդկասթը չի դադարելու։ Որ падգամավոր դարձանք այս ոդկասթը մնալու է, էլի։ Անպայման։ Նա մի ասա որ պատգամավոր դարձանք, ես ասում Հենց դարձանք։ Պարլամենտից էլ է լինելու եւ անպայման։ Ինքն դու այսինքն բոլոր նրանք ովքեր ուզում են որ ինչ մտքեր մենք ասում ենք այս ոդկասթում մեզ դիտում են։ Այդ մտքերը հնչեն պարլամենտում, այդ մարդիկ գնալու են մեզ ընտրեն։ Այդ մարդիկ որ գնան մեզ ընտրեն, մենք ընտրվելու ենք կարպիս։ Բացարձական հանգստանալու բան ես դու Շուշանը եւ մեր ցուցակի մյուս մարդիկ չունեն։ Հանգստանալու բան ունեն նրանք ովքեր որ քաղաքական ոչ տեքստ ունեն, ոչ միտք ունեն, ոչ բովանդակություն ունեն, ոչ էլ կարող են ունենալ։ Փող ունեն, փողով հնարավոր չի այսօրվա Հայաստանում շարժանել եւ բան խնդիր լուծել, չի լինելու։ Ընտրական process-ների մասնակցելու տեսանկյունից։ Դասի կմասնակցես կերևած բան, բայց վերջում ձայն, որ իմ ակնկալվող ձայնը չի լինելու։ Ըստ էության քվեախցիկի մոտ արդեն դու ես ու քո խղճի առաջ այդ պատասխանատվությունը։ Դու ընտրում ես այն մարդկանց կամ կուսակցությանը, որը որ ավելի հոգեհարազատ ու քաղաքական բովանդակ։ Բոլոր եթերներում ախր, բոլոր եթերներում խոսում են, ասում են 19 ուժ ամասնակցում, 19, շեշտում են այդ 19-ը։ Լեոնել Մեսսի համարն է։ Մարդուն ուղերձ են տալի, Միշտ 10-րդ համարը 19-րդ համարով էր խաղում։ Լեոնել Մեսսին գիտեք ինչքան հարակված ֆուտբոլիստ է ու լավ ֆուտբոլիստ։ Այսքանն էր սերի հայրենակիցներ, լավ մնացեք եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։